ես ուտում։ Անահիտ Անտոնյան, 25 տարեկան, ունի 2 on-line shop, մանկական հագուստի Baby's Planet և արծաթյա զարդերի Montes Work։ Ոնց թե հա, ամբողջ օրը քարոզում ես առողջ ապրելակերպ, առողջ սնունդ, հիմա այստեղ պաղպաղակ ես ուտում, հա։ Հա։ Ոնց թե հա, հեսա մտնելու եմ բաժանորդների տեղեկացնեմ, որ իրենց խափում ես, նստած խանութից գնված պաղպաղակ ես ուտում, ինչի։ Չէ, բայց Ինչը չէ, բայց էլ այդպես դիետոլոգը ինչ էր ասում։ Այո, շատ ճիշտ եք ասում։ Բաղբաղակը նույնպես կարող է վատ ազդեցություն ունենա մեր առողջության վրա։ Շաղիկ դիետոլոգ է, գիտի թե ինչ է նշանակում, երբ երազիդ մեծ համեղ շոկոլադե տորթ ես տեսնում։ Ինչպես գիտենք, բաղբաղակի հիմնական փաղադրիչը գաթն է։ Բայց հաստատ, երբ որ մենք շուգայից վերցնենք բաղբաղակ, հաստատ այնտեղ հնական թարմ գաթ չեն օգտագործել։ Նույնիսկ եթե ամբողջը չէ, 80% կարող է իրենք փոխարինեն փոշի գաթով։ Գաթից բացի այնտեղ կա նաև արհեստական հավելումներ համի եւ հոդի համար։ Դրա համար էլ բաղբաղակի ժամկետը երբեմն երբ կարդանք, տեսնում ենք, որ 2 ամսից 3 ամիս է։ Հաստատ բնական գաթը 2 ամսից 3 ամիս չի մնա։ Երբ մենք ամեն օր ուտենք այդ քույներով պատրաստված բաղբաղակները, հաստատ մենք կվնասենք մեր առողջությունը։ Նաև հիմա հայաստանյան շուկաներում կտեսնենք բաղբաղակներ, որի վրա նշված է 0 շաքարավազ կամ դիետիկ բաղբաղակ։ Եկեք գիտնանք, թե ինչ է տարբերությունը սովորական բաղբաղակից եւ դիետիկ բաղբաղակի մեջ։ Դիետիկ բաղբաղակի մեջ արդեն ինչպես վրան նշված կլինի 0 շաքարավազ։ Փոխարինում են շաքարավազը արհեստական շաքարավազներով։ Դրանք տարբեր են։ Բայց այնտեղ գարակի եւ յուղերի տոկոսը լինում է շատ բարձր։ Այսպիսով իմանանք, որ 2 տեսակի բաղբաղակներն արդեն վատ են։ Լինի էդի դիետիկ, լինի էդի սովորական։ հա բայց ով ասում որ ես առողջ պաղպաղակ չի, ես եմ սարքել Անահիտ ջան։ Հա, իրոք։ Հա, չես հավատում։ Ուրեմն գրազ եմ գալիս, որ հենց քո աչքերի առաջ կպատրաստեմ առողջ համեղ եւ օգտակար պաղպաղակ։ Համաձայն եմ։ Բայց եթե պարտվես ընդամենը 1 ամիս, պետք է ոչ մի ֆաստ-ֆուդ չուտես ու անգամ պաղպաղակ, համաձայն ես։ Համաձայն եմ, իսկ եթե դու պարտվես, ուրեմն 1 ամիս պետք է ոչ մի տեսահեր չնկարահանես։ Համաձայն եմ։ Պայմանավորվեցինք։ Պատրաստման համար մեզ նախ եւ առաջ անհրաժեշտ են թարմ մրգեր եւ հատապտուղներ, որոնք ես որոշեցի քաղել մեր այգուց եւ չգնալ խանութ։ Լայք եթե ինձ նման ալարկոտ ես։ Էս ով է քաղել սաղմալինան, դու։ Ոնց որ լավ չես քաղել, հա։ Վտամոս, հաղարջ, ազնվամորի, իսկ դուք կարող եք ընտրել այն տարբերակը, որը ինքներդ եք հավանում։ Օրինակ ես մյուս անգամ կփորձեմ ձմերուկից պատրաստել, բայց չգիտեմ արդյոք լավ կստացվի թե ոչ։ Տեք ինչ դժվար է մոշ հավաքել, անդադ մատերը ծակում ես, բայց որդի համար։ Ես չհասկացա, դու հիմա մոշ ես ուտում, թե մոշ ես հավաքում։ Հավաքում եմ։ Մեկնաբանություններում կարող եք գրել, թե դուք ինչ համի պաղպաղակներ եք սիրում։ Ինձ շատ հետաքրքիր է, կմտնեմ, կկարդամ բոլորի գրածները, կլայքեմ եւ կպատասխանեմ հատ-հատ։ Հատապտուղները կան, բանանը կա, կաթը։ Կաթն եմ մոռացել։ Խնդրում եմ սառնարանում լինի, խնդրում եմ սառնարանում լինի, խնդրում եմ սառնարանում լինի։ Պահարանում մեջ չկա։ Այս պահարանում էլ չկա։ Նուշ։
դուք գիտեիք, որ ընդամենը ջրի ու նուշի օգնությամբ տնային պայմաններում կարելի է ստանալ կաթ, որը կլինի համեղ, օգտակար, չի պարունակի լակտոզը եւ խոլեստերին։ Այդ կաթը կարող են խմել նաեւ վեգանները։ Եթե չգիտեիք, ապա գրեք բաղադրատոմսը։ Թրջում ենք նուշը, լավ կլինի, եթե դա անեք նախապես, օրինակ պատրաստելու նախորդ գիշերը։ Առավոտյան քամում ենք ջուրը եւ ավելացնում եռման ջուր։ Երբ որ ջուրը լցնեք, կլսեք, թե ինչպես է նուշը ճուճուտում։ Հանկարծ չվախենաք, ուղղակի կաշին է առանձնանում նուշից, այդպես հեշտորեն կկարողանաք մաքրել այն։ Մեկնաբանություններում կարող եք գրել, քանի անգամ օգտագործեցի ջուր բառը։ Գիտեմ, տապտոլոգիա։ Մաքրելուց անմիջապես հետո լցնում ենք բլենդերը եւ 1 բաժակ նուշին ավելացնում ենք 3 բաժակ ջուր։ Ինձ մոտ 2 բաժակ նուշ էր, ես ավելացրել եմ 6 բաժակ ջուր եւ միացրել բլենդերը։ Տեսեք, թե ինչ գեղեցիկ փրփուրով կաթ է ստացվել։ Քամում ենք ստացված զանգվածը, քանի որ այս պահին մեզ անհրաժեշտ է միայն կաթը։ Սակայն նստվածքը դեն չենք նետում։ Դա կարող ենք ուտել կամ դրանից մարմնի սքրաբ պատրաստել։ Կտրատում ենք բանանը եւ դնում սառցարանը։ Լավ կլինի, որ դա էլ նախապես անեք, որպեսզի բանանը հասցնի քարանալ։ Դե ինչ, առաջին պաղպաղակի համար լցնում ենք մի քանի կտոր բանան, նուշի կաթ եւ բնական քաղցրացուցիչ կամ մեղր։ Ես որոշեցի ոչինչ չավելացնել, որովհետև բանանը ինքնին քաղցր է, էլ ինչ ավելացնեմ։ Ստացված զանգվածը լցնում ենք պաղպաղակի տարաների մեջ։ Հիմա բոլորը կգրեն շողիկ, որտեղից ես գնել ես ամանները, ասեմ շատ եմ մանեկել, վերջապես գտել եմ Մինիսոյում, այնպես որ կարող եք այնտեղից գնել, ճիշտ է շատ փոքր են, բայց ոչինչ, քիչ կուտեք։ Չենք վախենում պաղպաղակը շատ լցնելուց, քանի որ եթե քիչ լցնենք, սառչելուց հետո չենք կարողանա այն հանել ամանի միջից, այնպես որ լավ լցրեք։ Ավելացած պաղպաղակի մեջ լցնում ենք մրգեր եւ մրգային պաղպաղակը պատրաստ է։ Բանան, կաթ, կակաոյի փոշի, ֆոկուս եւ մեր շատ համեղ շոկոլադե պաղպաղակը պատրաստ է, բայց կա մի բայց, պետք է դնել սառցարանը եւ սպասել, այո, ամենադաժան պահը սպասել, մինչեւ մեր շատ համեղ պաղպաղակները վերջնականապես պատրաստ լինեն։ Ինչ վերջապես ինչպես տեսնում եք մեր պաղպաղակները պատրաստ են, իսկ այստեղ խանութից գնված պաղպաղակներն են, տեսնենք թե ով է հաղթելու, հուսով եմ որ ես Անահիտ։ Սկսենք։ Ինձ թվում է բոլորին է հայտնի այս պաղպաղակների համը, գնացեք։ Անխոս շատ համարյալ։ Շատ։ Ուղղակի որ հիշում եմ, որ սրա մեջ այդքան շաքարավազ կա, մի քիչ չեմ ուզում շարունակել ուտել, իրականում համը ինձ դուր է գալիս։ Ինձ նույնպես։
Միակ մինուսը դա շաքարի մեծ քանակն է ու յուղանյությունը։ Անցնենք մեր պաղպաղակներին, կարող ես տեսնել, թե ինչ գունեղ պաղպաղակներ են ստացվել, մնում է համնել դուր Անահիտին եւ վերջ ես հաղթում եմ։ Տեսնենք, գնացինք։ Ինչ։ Անկեղծ, իսկապես։ Օբյեկտիվ եղիր, դիտողներին չենք խափում, մենք Շատ հետաքրքիր համոն, անկեղծ։ նուր։ Էլի հաղթեցինք։ Հաղթեցինք։ Մեկ ամիս պաղպաղակ ու ֆաստ-ֆուդ չես ուտելու, Անահիտ։ Այո։ Ու հավատում ես արդեն, որ իմ տեսանյութերը սարքած չեն, ես սառող չեմ սնվում։ Հավատում եմ։ Հենց հիմա գնում եմ բաղադրատոմսը գրելու։ Այնպես որ դուք նույնպես գրեք, պատրաստեք պաղպաղակներ, նկարեք, գցեք ձեր Instagram-յան էջ եւ ձեր նկարները կհայտնվեն իմ story-ում։ Դե ինչ, անպայման լայքեք տեսանյութը, գրեք մեկնաբանություններ, բաժանորդագրվեք իմ ալիքին, միացեք Անահիտի on-line shop-երին, այնտեղ դες հետաքրքիր անակնկալներ են սպասում, չէ Անահիտ։ Այո։ Ինչպես նաև մեկնաբանություններում գրեք, թե հաջորդը ինչ fast food-ի մասին կցանկանաք, որ լինի տեսանյութը, ես կարդում եմ ձեր բոլոր մեկնաբանությունները ու պատասխանում եմ հատ-հատ։ Անահիտ, այնպես որ դու էլ գնա մեկնաբանություններ գրի, թե ինչ fast food-ի մասին կցանկանաս, որ լինի։ Շուտ իսկ մեկնաբանությունները կարևոր են տեսահոլովակի համար։ Շատ կարևոր են, այնպես որ եթե ուզում եք որ ես ուրախանամ, ապա մեկնաբանություններ գրեք, անգամ եթե չգիտեք ինչ գրեք, պլյուսներ գրեք, սմայլիկներ ուղարկեք, ես շատ կուրախանամ։ Գնացեք մեկնաբանություններ գրելու։ Ես էլ գնացի գրելու։ Հաջողություն։ Հաջողություն։